Այսօր Գյումրու քաղաքապետարանում խորհրդակցություն էր հրավիրվել թեման ջրագծերի անցկացման հետևանքով քաղաքի կենտրոնական ու երկրորդական փողոցներում ստեղծված իրավիճակն էր, մասնակիցները, Շիրակ ջրմուղ-կոյուղու պատասխանատուները, ասֆալտապատում իրականացնող ընկերությունների ղեկավարները։ Սամվել Բալասանյանը սակայն այս անգամ շինարարներից ու ջրմուղագործներից պահանջում էր ոչ թե համակարգված աշխատանք, վերահսկողություն, այլ ասֆալտապատման համար նախատեսված ֆինանսական միջոցները, որպեսզի փողոցաշինություն քաղաքապետարանն իրականացնի, այլ ոչ թե այն ընկերությունները, որոնց հետ ջրաշինարարություն իրականացնող գերմանական կազմակերպությունը կնքել է պայմանագրեր եւ աշխատում է։ Խորհրդակցությանը ներկա շինարարները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ինչ պատճառով է շահագրգռված այս հարցում։ Սամվել Բալասանյանն արձագանքեց. Անելու եք, արեք, չեք անելու, տվեք ես կանեմ։ Ասում ես ձևը սորվել եմ անելու, փողոց սարքելու ձևն եմ կդել։ Շիրակ ջրմուղ-կոյուղի փակբաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Մարտիրոսյանը նշեց, թե փուլային աշխատանքներ են իրականացվում, ջրագծերի անցկացում, խճապատում, ապա ասֆալտապատում։ Ուստի մինչև հուլիսի վերջ ջրմուղը կբարեկարգի այն փողոցները, որոնք քանդվել են ջրագծերի անցկացման հետևանքով։ Այնինչ Սամվել Բալասանյանը սկսեց սպառնալ ջրմուղագործներին, կամ ասֆալտապատմամբ քաղաքապետարանը կզբաղվի, կամ հարցը կհայտնվի կառավարության օրակարգում։ Այսինքն արդեն են կան, չգիտես, աման են, որ այսօր չեն ուզում կա խորհրդակցություն։ Ես այս խորհրդակցությունը տեղափոխելում կառավարություն, որպեսզի վերջնական ես պայմանավորվել։ Եթե ոչ, տվեք գումարը ես կանեմ։ Սակայն ջրմուղի ներկայացուցիչների պատասխանը դարձյալ բացասական էր, կան կնքված պայմանագրեր, ծրագրի համար նախատեսված ժամկետներ։ Ուստի գոնե ծրագրի այս փուլում մերժում են Սամվել Բալասանյանի առաջարկը։